Բարեզես հայրենակիցներ, եթերում են շախմատային հաղորդաշարի 2107-րդ թողարկումը եւ մեկնաբան Գագիկ Հովհաննիսյանը։ Այսօրերը անչափ հարուստ են շախմատային իրադարձություններով եւ հայկական շախմատի նոր նվաճումներով։ Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող Կիրիշի բնակավայրում ավարտվեց աշխարհի պատանի աստղեր մրցաշարը, որտեղ տոն էին տալիս հայ շախմատիստները։ Մինչև վերջին պահը առաջին մրցանակի համար պայքարում էին միջազգային վարպետներ Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Հարությունյանը եւ ռուսաստանցի Դավիթ Պարավյանը։ Ի վերջո նրանք հավասար միավորներով ավարտեցին մրցաշարը, լրացուցիչ ցուցանիշներով առաջին մրցանակը, գլխավոր մրցանակը շնորհվեց մեր Տիգրան Հարությունյանին, անչափ կարևոր է, անչափ հաճելի է։ Տիգրանը առաջինն է աշխարհի պատանի աստղերի մեջ։ Իդեպ բավականին հաջող հանդես եկավ նաև մրցաշարի փոքր մասնակիցը Ֆիդեի վարպետ Հայկ Մարտիրոսյանը։ Մենք ունենք շախմատային լավ հերթափոխ։ Դե իսկ հեռավոր Սենթ Լուիսում ավարտվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջնություն, առճիշտ առաջնությունները տղամարդկանց եւ կանանց, եւ երկուսում էլ հրաշալի հանդես եկան մեր հայրենակիցները։ Բարուժան Հակոբյան եւ Տաթև Աբրահամյանը դարձան Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխ-չեմպիոններ։ Մրցաշարը արտակարգ հետաքրքիր եւ ինչ-որ տեղ մանավանդ եզրագծում դետեկտիվ էր հիշեցնում։ Երեքական մասնակիցներ եւ մեկ եւ մյուս մրցաշարում ավարտեցին մրցաշարը հավասար միավորներով եւ համաձայն կանոնադրության նրանց միջև անցկացվեցին լրացուցիչ հանդիպումներ երկրի չեմպիոնին եւ մեդալակիրներին որոշելու համար։ Ընդ որում կիրառվեցին նաեւ այսպես կոչված մահվան պարտիաներ։ Շախմատասերները գիտեն, որ խոսքը գնում է այն պարտիաների մասին, որտեղ սպիտակները պարտավոր են հաղթել, հակառակ դեպքում հաջողությունը շնորհվում է սևերին։ Ընդ որում ամերիկացիները յուրօրինակ նրբերանգ էին մտցրել կանոնադրության մեջ։ Այս մահվան պարտիայից առաջ մասնակիցներից յուրաքանչյուրը գաղտնի թղթի վրա գրում էր, թե ինքը քանի րոպե է պատրաստ տրամադրել պարտիային, եւ նա, ով ավելի քիչ էր պատրաստ ժամանակ ծախսել, նրան էլ հենց շնորհվում էին սև ֆիգուրները։ Այսպես Վարուժան Հակոբյանը, որը խաղում էր գրոսմայստեր Լենդերմանի հետ, որոշեց 30 րոպե ունենալ մրցակցի 45 րոպեի դեմ, սակայն սևերը ընտրել։ Իհարկե անչափ հետաքրքիր էր պայքարը, Վարուժանը հրաշալի անցկացրեց հանդիպումը եւ տարավ կարևորագույն հաղթանակ։ Դրանից հետո Հակոբյանին հարկ եղավ մրցել Գատա Կամսկու հետ, արդեն ոսկե մեդալի համար։ Ցավոք այս դեպքում հաջողություն ուղեկցեց Կամսկուն, նա նվազագույն հաշվով 1.5 հաղթեց, սակայն արծաթե մեդալը, փոխ-չեմպիոնի տիտղոսը իհարկե նույնպես անչափ պատվաբեր է։ Եվ ըստ էության նույն իրավիճակը ստեղծվեց կանանց մրցաշարում։ Այստեղ էլ Տաթև Աբրահամյանը ավելի քիչ ժամանակ ցանկացավ ծախսել, քան իր մրցակիցը Աննա Զատոնսկիխը, եւ Տաթևը հասավ միանգամայն շահած դիրքի, սակայն քանի որ ոչ ոքին էլ իրեն ձեռնտու էր, նա խաղում էր սևերով, Տաթևը որոշեց հավերժական շախով պայքարն ավարտել ոչ ոքի եւ իր համար ապահովեց արծաթե մեդալը։ Դրանից հետո նա արդեն հանդիպեց Իրինա Կրաշի հետ, այստեղ նույնպես 1.5 հաշվով հաղթեց Կրաշը եւ նույնպես հայ շախմատիստուհին, ինչպես Վարուժանը, նվաճեց արծաթե մեդալ։ Շնորհավորենք մեր հայրենակիցներին։ Իդեպ Վարուժանը թեև Ամերիկայի Միացյալ Նահանգների հավաքանի կազմում նաեւ համաշխարհային օլիմպիադայում մինչև այժմ մեդալներ էր նվաճել, սակայն երկրի առաջնում սա իր առաջին մեդալն էր, առաջին արծաթե մեդալը, իսկ Տաթևը մինչև այժմ արդեն հասցրել էր 2 անգամ արծաթ, 2 անգամ բրոնզ նվաճել երկրի առաջնություններում։ Այժմ հայ գրոսմայստերներին սպասում է համաշխարհային օլիմպիադան, ելույթը երկրի հավաքականի կազմում։ Այս մրցաշարերում մեր շախմատիստներին, մասնավորապես Վարուժան Հակոբյանին, օգնում էր, ինչպես հայտնի է, օլիմպիական չեմպիոն Գաբրիել Սարգսյանը։ Վարուժանը եւ Գաբրիելը մտերիմ ընկերներ են, եւ Գաբրիելի օժանդակությունը շատ մեծ դեր խաղաց, իսկ մրցաշարի ավարտից անմիջապես հետո Գաբրիելը մեկնեց Չիկագո, որտեղ այժմ խաղում է
շատ խոշոր ավանդական օփենում, որի ընդհանուր մրցանակային գումարը իդեպ $100,000 է։ Գաբրիելը վստահությամբ է անցկացնում մրցաշարը, արդեն անցկացվել է 5 տուր, որոշ 2 պարտիա են խաղում մասնակիցները, եւ վաստակել է 4.5 միավոր գերազանց արդյունք, եւ այս պահին Գաբրիելը գլխավորում է մրցաշարային աղյուսակը երկու այլ շախմատիստների Լեհ Մաչեայի եւ ամերիկացի Տրոֆի հետ։ Մինչեւ մրցաշարի ավարտը դեռ կա 4 տուր եւ անչափ գրավիչ լարված մրցավեճ է սպասում եզրագծում։ Մյուս իրադարձությունների մասին։ Մրցաշարը ավարտվեց Տաշքենտում, որը նվիրված էր Գեորգի Աղզամովի ուզբեկ գրոսմայստերի հիշատակին, եւ այստեղ հանդես եկան Հայաստանի ներկայացուցիչները Արման Փաշկյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, մասնավորապես Արմանը շատ վստահ խաղաց, նա միայն կես միավորով ետ մնաց հաղթողից հնդի գրոսմայստեր Աբիջիտ Գուպտայից։ Հովհաննիսյանի արդյունքը նույնպես վատ չէր, նա իր հերթին Փաշիկյանից ետ մնաց կես միավորով։ Մեզ միշտ ուրախացնում են նաև սփյուռքահայ շախմատիստների հաջողությունները, մանավանդ պատանի շախմատիստների հաջողությունները, մի ուրախալի լուր ստացվեց Կանադայի Վիննիպեգ քաղաքից։ Այստեղ ավարտված երկրի առաջին դասարանցի շախմատիստների մրցաշարում առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճեց մեր հայրենակից Տիգրան Ղազարյանը, որը շահեց իր խաղացած բոլոր 9 պարտիաները։ Իհարկե, առաջիկա կարևորագույն մրցաշարերից մեկը Տրոմսոյում նախատեսված շախմատի համաշխարհային օլիմպիադան է։ Սակայն որոշ խնդիրներ են առաջացել մրցաշարի կազմակերպման գործում, մասնավորապես ֆինանսական հարցերում, եւ առայժմ հուսանք փոքրիկ հարցական կա մրցաշարի անցկացման հարցում։ Ամեն դեպքում FIDE-ն հայտարարել է, որ առաջիկա 2-3 շաբաթների ընթացքում վերջնականապես պարզություն կմտնի այս հարցում։ Սակայն անկախ այդ դժվարություններից FIDE-ն մասնավորապես իր հունով պատրաստվում է օլիմպիադային եւ մասնավորապես հաստատվեցին օլիմպիադայի պաշտոնատարները եւ մրցավարները։ Եվ Հայաստանի 3 ներկայացուցիչներ կան FIDE-ի հաստատած ցուցակում։ Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պատվավոր նախագահ, FIDE-ի պատվավոր փոխնախագահ Վանիկ Զաքարյանը ընդգրկվել է համաշխարհային օլիմպիադայի վճռաբեկ հանձնաժողովի կազմում։ Աշխարհի ամենահայտնի մրցավարներից մեկը, միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանը, հաստատվել է օլիմպիադայի այսպես կոչված տեխնիկական հանձնաժողովի նախագահի պաշտոնում, եթե մենք ավելի պարզ խոսքերով ասենք, Վարդապետյանը մասնավորապես կատարելու այնպիսի կարևորագույն դեր, ինչպիսին օլիմպիադայի վիճակահանությունն է։ Եվ մեր մրցավարներից մեկը FIDE-ի մրցավար Նուրիկ Քալանթարյանը հաստատվել է օլիմպիադայի մրցավարների կազմում։ Օլիմպիադայի ընթացքում կազմակերպվող կոնգրեսի ժամանակ FIDE-ն նաև միշտ պատվավոր կոչումներ է շնորհում, հաստատում է մասնավորապես լավագույն մարզիչներին, նրանց շնորհում է մեդալներ, հրապարակվեցին թեկնածուների ցանկերը եւ ասեմ, որ այստեղ կան հայկական շախմատի ներկայացուցիչներ։ Արշակ Պետրոսյանը, Հայաստանի տղամարդկանց հավաքականի մարզիչը, հերթական անգամ հավակնում է աշխարհի լավագույն մարզիչ տիտղոսին եւ Միխայիլ Բոտվինիկյանն կրող մեդալին։ Թեկնածուների մեջ է մեր եւս մեկ հայրենակից Ռուսաստանի տղամարդկանց հավաքականի մարզիչ Յուրի Դոխոյանը, մեր մեկ այլ հայրենակից գրոսմայստեր Իգոր Զայցև Աղայանը հավակնում է Տիգրան Պետրոսյանի անվան մեդալին իր բազմամյա ծառայությունների համար։ Մասնավորապես հիշեցնեմ, որ ժամանակին Իգոր Զայցևը որպես մարտավկա օգնել է հենց նույն Տիգրան Պետրոսյանին, ինչպես նաև Անատոլի Կարպովին եւ այլ նշանավոր շախմատիստների։ Եվ եւս մեկ լուր այս թեմայով Հայաստանի լավագույն մարզիչներից մեկը խոսքը վերաբերում է Օլեգ Դեմենտևին, որը մեծ ծառայություններ ունի մարզչական գործում, մասնավորապես նա ժամանակին մարզել է Ռաֆայել Վահանյանին, Արշակ
Պետրոսյանին, Վլադիմիր Հակոբյանին, Օլեգ Դեմենտևը հավակնում է Ֆիդեի Փարքի սրահում տեղ գրավելու համար։ Կրկնեմ, բոլոր տեխնացիոնները պետք է վերջնականապես հաստատվեն Օլիմպիադայի օրերին։ Էմանուել Լասկերին ասում էր. շախմատային խաղի ուսուցումը պետք է դառնա ինքնուրույն մտածելակերպ դաստիարակելու միջոց։ Ալեքսանդր Ալյոխինը ասում էր. շախմատն ամենից առաջ սովորեցնում է լինել օբյեկտիվ։ Շախմատում կարելի է մեծ վարպետ դառնալ միայն գիտակցելով սեփական սխալներն ու թերությունները, ճիշտ այնպես, ինչպես կյանքում։ Մաքս Էյվեն, աշխարհի մեկ այլ նախկին չեմպիոն, նշում էր. գիտության մեջ եւ շախմատում ընդհանուրն այն է, որ երկուսն էլ պահանջում են կարգապահություն եւ հետեւողականություն առջևում դրված նպատակին հասնելու համար։ Եվ Լև Տոլստոյի խոսքերը. ես սիրում եմ շախմատը, քանի որ այն լավ հանգիստ է։ Շախմատն ստիպում է աշխատել գլխով, բայց շատ յուրօրինակ ձևով։ Ես ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջությունում անցկացված այսպես կոչված մահվան պարտիան Ալեքսանդր Լենդերմանի եւ մեր հայրենակից Վարուժան Հակոբյանի միջև։ Հիշեցնեմ, այս պարտիայում սպիտակներով խաղացող Լենդերմանն ուներ 45 րոպե, Հակոբյանը 30, չնայած այդ հանգամանքին Վարուժանը սրամիտ նպատակասլաց խաղով հասավ նյութական, սկզբում դիրքային առավելության եւ շատ հակիր ձևով խաղի ելքը վճռեց իր օգտին։ Այս դիրքն է ստեղծված Վարուժանը այս դիրքում օգտագործելով այն հանգամանքը, որ սպիտակ բոլոր ֆիգուրները թաքու թևում են, փղի սրամիտ զոհաբերությամբ անցնում է վճռական գրոհի։ Եվ այսպես Հակոբյանը խաղում է փիղը վերցնում է F2 շախ։ Արքան վերցնում է F2 եւ սև ֆիգուրները մեծ ուժով ներխուժում են սպիտակների ճամբար։ Թաքուի D2 շախ, արքա G1, նավակ E2։ Սևերը սպառնում են վերցնել փիղը, արդեն ստեղծել են մատային սպառնալիքներ, խաղը շարունակվեց այսպես։ Լենդերմանը վերցրեց փողով C6 եւ նոր ուժեղ քայլ Հակոբյանը խաղում է G4, ահա փակելով փղի ճանապարհը եւ սպառնալով արդեն խաղը վճռող նավակ G2 քայլով։ G4-ից հետո սպիտակներով խաղացող գրոսմայստեր Լենդերմանը շարունակում է փիղ D4, նա որևէ կերպ չի կարող խանգարել G2-ին։ Եվ այսպես նավակ G2 շախ, արքա F1, նավակ F2 շախ, արքա G1, եւ այստեղ հետաքրքիր հոգեբանական պահ, ինչպես նշել եմ, մահվան պարտիայում ոչ ոքի դեպքում հաջողությունը շնորհվում է սևերին։ Եվ ահա Հակոբյանը կրկնեց մեկ անգամ քայլը, նավակ G2, արքա F1 եւ կարող էր բնականաբար շարունակելով կրկին նավակ F2 խաղը միանգամից ավարտել ոչ ոքի, իդեպ նույն ձևով ինչպես Տաթև Աբրահամյանը մահվան պարտիայում վարվեց Աննա Զատոնսկիի հետ։ Սակայն Հակոբյանը փոքր-ինչ խորհելով իր մեջ ուժ գտավ չավարտել խաղը ոչ ոքի, այլ նա տեսավ շարունակությունը, որ իրեն բերում է հաղթանակի։ Եվ այսպես այս դիրքում արդեն սևերը խաղացին ոչ թե նավակ F2, այլ վերցրեցին նավակ H2, ինչպես տեսնում եք, սպիտակների դիրքը իսկապես արդեն անհուսալի է, սպառնում է նաև նավակ H1, սպիտակները խաղացին փիղ G1, սակայն նրանք փաստորեն չնկատեցին էլ, որ սևերը արդեն կարողանում են մատ հայտարարել G3 եւ խաղը ավարտվեց մատով հաղթանակով։ Այսպիսի կարևորագույն հաղթանակ տարավ Վարուժան Հակոբյանը, Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխ-չեմպիոնը մահվան պարտիայում։ Բարեկամներ, ավարտում ենք այսօր հաղորդումը, շնորհակալություն ուշադրության համար, շնորհակալություն մեր գործընկերոջը Զանգեզուրի պրնձամոլուդինային կոմբինատին,
Ցտեսություն, մինչ հաջորդ կիրակի, մինչ հաջորդ հանդիպում եթերում։